նա ում սիրտը չի ցավում Արցախի կորստի համար, սիրտ ու հոգի չունի ու մեծ հաշվով հայ չի, բայց նա, ով ասում է, որ իշխանափոխությունից հետո ամիջապես մենք հետ կբերենք Արցախը, նա խելք չունի կամ արկածախնդիր է։ Արցախի հետ կապված մեր դիրքորոշումը հետևյալ կերպ ենք հայտնում։ Արցախի թեման փակված չէ, քանի որ կան էթնիկ զտման ենթարկվածներ։ Մենք գտնում ենք, որ արցախահայության վերադարձի իրավունքը պետք է դրվի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում և դրա հետ կապված միջազգային բոլոր խոշոր խաղացողները որևէ խնդիր չունեն։ Բացի Հայաստանի իշխանությունից ու Ալիևից, ոչ մի միջազգային կենտրոն, լինի դա Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Եվրոմիությունը, որևէ խնդիր չեն տեսնում արցախահայության վերադարձի իրավունքի պաշտպանության հետ կապված։ Ուրեմն այս հարցը հայտնվելու է մեր օրակարգում։ Երկրորդը, արցախահայության սոցիալական և այլ միջազգայինորեն պաշտպանված իրավունքները պետք է նորից հայտնվեն մեր օրակարգում, ինչպես որ աշխարհում ընդունված է, օրինակ Թուրքիան միլիարդավոր դոլարներ է ստանում փախստականների հետ կապված, նույն Եվրոմիությունից, ասում է, որ դուք պետք է ինձ ֆինանսավորեք, որպեսզի նրանք չգան Եվրոմիություն եւ այլն։ Մենք այդպիսի խնդիր չունենք, մեր արցախահայ քույրերն ու եղբայրները պետք է Հայաստանում լինեն, իհարկե պահելով վերադարձի իրավունքի հնարավորությունը, այդ հարցը միջազգայինորեն քննարկելու հնարավորությունը, բայց նրանց սոցիալական եւ այլ տիպի իրավունքները պետք է պաշտպանվեն եւ Եվրոմիությունը, որի ներկայացուցիչները Մակրոնը, Բորելը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Միշելը, որոնք ուղիղ պատասխանատվություն են կրում Արցախում տեղի ունեցած էթնիկ զտման համար, իրենց երկրներում պետք է լոբինգ անեն, որ գոնե ինչ-որ չափով իրենց մեղքը քավեն եւ արցախահայությանը կոնկրետ եւ ուղիղ եւ էական աջակցություն տան, որովհետեւ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում հենց այս մարդկանց միջնորդությամբ է Արցախը հանձնվել Ադրբեջանին, իհարկե տեղական Ալիևի ձեռքերով, բայց նաեւ նրանց հրահրմամբ, միջնորդությամբ եւ դիմացը խոստանալով աթոռի պաշտպանություն։ Այ հիբրիդային պատերազմը հենց այդտեղից սկսվեց նաեւ։ Երբ որ քարոզեցին, որ կպահպանենք անվտանգությունը, արցախահայության համար հնարավորություններ կստեղծենք, բայց բերեցին էթնիկ զտումներ, այնպես որ իրենց մեղքը թող քավեն, ճիշտ է Բայդենը հիմա գնացել է, որը նույնպես մեղավորություն ունի, գլխավոր քավորներից մեկը ինքն է եղել նաև, բայց այս շրջանակները, այս գլոբալիստական շրջանակները, որոնք Արցախը հանձնեցին Ադրբեջանին, որպեսզի հակառուսական իրենց գիծը առաջ տանեն, իրենք մեղավորություն ունեն եւ այդ մեղքերը պիտի քավեն եւ արցախահայության վերադարձի իրավունքի մեջ ներգրավվելով եւ սոցիալական ու այլ տիպի իրավունքներ պաշտպանելով արցախահայության համար։ Սա է մեր գլխավոր եւ հիմնական մոտեցումը Արցախի հետ կապված։